Ես մեծ ծերից եմ լսել, մեր ծերերն էլ իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրվար հող ու մի լուծ ես։ Մի օր հեռաշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկան ջուրն է ղրկում։ Այս աղջիկը կուժն է առնում, գնում աղբյուրը, աղբյուրի գլխի մի բարձր ծառ է լինում։ Այս ծառը որ տեսնում է, իրեն միտք է անում։ Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնեն Կիկոս, Կիկոսը գա ու այս ծառին բարձրանա։ Ու վեր ընկնի, քարովը դիպչի, մեռնի։ Վայ Կիկոս ջան, տեղն ու տեղը ծառի տակին նստում է, սկսում է սուք անել։ Գնացի մարդին, ունեցա որդի, գետակը պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Այս միջոցի ղա, ակրավն անց էր կենում կողմերով։ Այդպես տխուր ու զարուրիկ ինչ է լալում կկուրքուրիկ։ Վայ քորանա մի խոսեցեք, մուգիգի պես մարդը մեռավ, այխարքն էսպես մնաց անտեր։ Դիտա ընտեղ հողոդլխին, լորը իրեն թևը կոտրած, ծառը եղավ ճողնակտոր, քրացած գլտոր մլտոր։ Ես իմ երեսնարյունոտ եմ մեծ բան է։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ, Փանոսը կորել է։ Մնացել է անտառ պետի ու հետ չի եկել։ Գեղովի հավաքվում են, գնում անտառը մանգալի, սելն ու եզերը գտնում են, ինքը չկա։ Հուսահատված վեր է կենում, թե գնանք Աստծու մոտ, ճանապարհին մի ծիտ է հանդիպում, էս էլ իր դարդն է պատմում։ Ծնգլը մնգլը ծիվ, փուշիկ տվի լոշիկ կարա, լոշիկ տվի գառնուկ կարա, գառնուկ տվի հարսիկ կարա, հարսիկ տվի սազիկ կարա, ծնգլը մնգլը ծիվ։ Թագավորը լսում է, իր նազիր վեզիրներին հրամայում է, գնան խլեն բերեն։ Նազիր վեզիրը գնում է, խլում բերում, աքլորը կանչում է։ Բան ինչ կանեմ, կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, մաստակ պիտի որ ծամեմ, կտերը տիտիկ անեմ, անցնողին մտիկ անեմ, ուտեմ խմեմ, մթնի քնեմ։ Այս վախկոտ Նազարը գիշերը կնկա հետ շեմքն է դուրս գալիս։ Որ շեմքն է դուրս գալիս, տեսնում է ճուկ-ճուկան լույս-լույսնա գիշերը ասում է. Ինչ քաջություն, ինչ խելք, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը։ Անը մարդուս բախտն է, բախտ ունես չեֆ արա։